դուք երբեք մի անհանգստացվեք, որ ճյուղը այն կողմից չեք բռնել, որը որ կա ձեր ձեռքում, այսինքն այս ուղղությամբ։ Եթե նույնիսկ կտրոնները լինեն հակառակ ուղղությամբ, միևնույն է, ձեր բաղեղները անպայման կաճեն, մի անհանգստացեք։ Օրինակ այս տարբերակում կարիք չկա հիմքը խփել, որպեսզի արմատակալումը ավելի արագ լինի, քանի որ արմատները կան։ Ամեն դեպքում, եթե չկան սաղնային արմատիկները, ապա մի փոքր հարվածում եք հիմքի վրա, այսպես, որպեսզի վնասեք հիմքը։ Եթե ունեք աճի խթանիչ կամ գոմախպի հեղուկ պատրաստեք, դուք մոտ 1-2 շաբաթ կարող եք այս կտրոնները դնել ջրի մեջ, այսինքն դուք գիտեք, գոմախպի լուծույթը ինքը աճի խթանիչի դեր է կատարում նաև, որից հետո մի քանի ժամ պահելուց, նույնիսկ փոքր երկար նույնպես կարելի է, որից հետո դուք արդեն կտրոնները դնում եք հողի մեջ, որտեղ այս հողը նախապես պատրաստված է։ Այս հողի մեջ կա նաև պերլիտ, կա ավազ և սովորական հող։ Այս պայմաններում շատ ավելի հեշտ է արմատակալում, քանի որ ավազը ինքը պահպանում է խոնավությունը և պերլիտը, ինչպես գիտեք, օրգանական պարարտանյութ է, և ինքը ապահովում է խոնավության ռեժիմը և հողի թթվությունը։